Անհոր և որդվո և հոգույն սրբո, ամեն։ Վեր կաց դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ։ Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս։ Այսօր մեր եկեղեցու հայրերը կարգել են, որպեսզի մենք խորհրդածենք Հայրոսի աղջկա հարության շուրջ, բժշկության շուրջ, պատմություն, որը գտնում ենք Ղուկասի ավետարանի 8-րդ գլխի ավարտին, որտեղ որ նկարագրում է, թե ինչպես մի ժողովրդապետ Հայրոս անունով մոտենում է Քրիստոսին և խնդրում է, որպեսզի իր տուն այցելի, քանի որ տանը կար 12-ամյա իր միամորիկ դուստրը, որ ծանր հիվանդ էր և մահամերձ էր, և Քրիստոս խոստանում է, որ պիտի հետևի իրեն, այցելի իր տուն և բժշկի նրա դստերը, և քանի որ անցնում էր ժողովրդի միջով, բնականաբար ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը, յուրաքանչյուրն իր ակնկալիքն ուներ, իր ցավն ուներ, իր տրտմությունն ուներ, ամեն մեկը փորձում էր դիպչել նրան, և նրանցից մեկ այդ տեռատես կինն էր, որ երկար տարիներ արնահոսում էր և մի հպումով տիրոջ քղանցին զգեստի այդ քղանցքին բժշկվեց, և այս հանգամանքների մեջ Քրիստոս չէր կարող փութաջանորեն արագ հասնել այն տունը, որտեղից որ ստացել էր այդ հրավերը։ Եվ մինչ նա խոսում էր ժողովրդի հետ և դանդաղ առաջ էր ընթանում, ժողովրդապետի տնից մեկն եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, օգնություն մի պատճառի նրան»։ Եվ երբ Հիսուս լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի վախեցիր, միայն հավատա և նա կապրի»։ Եվ ավետարանը նկարագրում է, թե ինչպես է գալիս հասնում ի վերջո Հայրոսի տունը, որտեղ որ նրանք մտնում են և ասում է, որ այդ աղջիկը ննջում է, այլ և մահացած չէ, և պիտի իրենք ականատեսը լինեն հերթական մի հրաշքի, որը Տերը գործեց իր ժողովրդի մեջ։ Եվ երբ ներս է մտնում, կարգադրում է այդ ննջած աղջկան ասելով. «Քեզ եմ ասում, մանուկ, վեր կաց»։ Եվ ասում է, նրա հոգին վերադարձավ, նա վեր կացավ, նրան ճաշակելու բան տվեցին և այսպես։ Սիրելիներ, այս պատմությունը երրորդ հրաշքն է, որ այդ միջոցին գործում է Տերը։ Երկու ուրիշ հրաշքներ ևս նախորդում են այս հրաշապատումին, որովհետև Քրիստոս նախ հանդարտեցնում է ծովը, երբ փոթորկվում է ծովը և աշակերտները վախեցած Քրիստոսին են դիմում, ասում են, որ ահավասիկ խեղտամա ենք լինելու, սուզվելու է նավակը, և նա ասում է, ուր է ձեր հավատը, մի վախեցեք։ Երկրորդ պատմությունը Գերգեսացի դիվարի բժշկությունն է, որտեղ որ նա մի ամբողջ լեգիոնի դևերի դուրս է հանում այդ հիվանդից և նա հեռանում է փառաբանելով Տիրոջը, և երրորդը այս հարությունն է, որ պարգևում է Հայրոսի դստերը։ Երեք տարբեր պատմություններ են, սակայն երեքը մեզ բացահայտում են մի մեծ ճշմարտություն, որ Քրիստոսն է արարիչը ամբողջ երկրի, ամբողջ տիեզերքի, և անգամ բնությունը հնազանդվում է նրան, դա փոթորիկի պատմություններ, որ Քրիստոս իշխանություն ունի անգամ չար դևերի վրա, որովհետև իր զորության առջև ոչ մեկ չի կարող կանգուն մնալ, ինչպես և այդ դևերի լեգիոնը, որ սարսափահար դուրս եկավ Գերգեսացի դիվարից, և երրորդը, որ Քրիստոս իշխանություն ունի մահվան հանդեպ, և անգամ մահը չի կարող որևէ զորություն ունենալ այնտեղ, ուր Քրիստոս է ներկա։
Որովհետև ակնհայտ է, որ այդ աղջիկը մահացած էր, որովհետև ավետարանիչը ասում է, եւ նրա հոգին վերադարձավ։ Այսինքն հոգին անջատվել էր մարմնից։ Մահացել էր աղջիկը, սակայն Քրիստոս պետք է ցույց տար այդ զորությունը բոլոր այդ ողջ ժողովրդին, բայց նախ եւ առաջ առանձնաբար իր մի քանի առաքյալներին, աշակերտներին, որոնց որ թվարկում է ավետարանիչը Պետրոսը, Հակոբոսը, Հովանեսը եւ այդ մանկան ծնողները, որոնք որ վստահաբար պիտի դուրս ելնեին եւ պիտի ամենուրեք ազդարարեին այս հրաշքի մասին։ Քրիստոս ասում է. մի վախեցեք, այլ միայն հավատացեք։ Քրիստոս մեզ խոսում է մեր հավատի մասին, սիրելիներ, որ մենք ոչ միայն պիտի հավատ ընծայենք Աստծուն մեր հոգիների փրկության համար, այլև մեր հավատը այն ամուր կռվանն է, որի շնորհիվ կարող են փրկվել ուրիշներ։ Եվ այս է պատճառը, որ այդ ժողովրդապետին, որը ժողովարանի սպասավոր էր, աշխարհական, եւ պատկերացնում եք ինչպիսի հոգեվիճակի մեջ էր, որ այլևս իր առջև որևէ բան չկար, որևէ արգել չկար գնալու եւ դիմելու Քրիստոսին, մեկին, որին նաեւ հալածում էին փարիսեցիները, սադուկեցիները, դպիրները, եւ նա այդ ամենը մեկ կողմ դնելով գնում է եւ դիմում է իրեն, որպեսզի իր դստերը փրկի։ Եվ երբ նրան ասում են, ոտը բերում են, որ նրա դուստրը այլևս մահացած է եւ պետք չկա անհանգստացնելու վարդապետին, Քրիստոս ասում է. դու միայն հավատա եւ նա կապրի։ Մեր հավատքի շնորհիվ, սիրելիներ, հաճախ ուրիշները ապրում են։ Մեր հավատքի շնորհիվ նաեւ ապրում ենք մենք եւ կարողանում ենք մեր հայացքը ճիշտ հառած պահել երկնավորին, որովհետև այդ հավատով ենք մենք, սիրելիներ, որ բաժանվում ենք ուրիշներից, եւ այն բնաբանը, որը ես ձեզ համար ընթերցեցի Եփեսացիներին ուղված թղթի 5-րդ գլխից, որտեղ որ առաքյալը խոսում է լույսի որդի լինելու մասին, այդ բնաբանը վաղ քրիստոնեական օրհներգություն է, սակայն օրհներգությունից զատ, այն որքան իր մեջ բովանդակում է խորհուրդ, երբ մենք ասում ենք. վեր կաց դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից եւ Քրիստոս պիտի լուսավորի քեզ։ Սա ինչ որ մեկին ուղված չէ, սա օրհներգություն է մեր քրիստոնեական առաքելության, որովհետև եթե մենք կարողանում ենք հավատալ Տիրոջը, ապա Տերը մեզ հրավիրում է, որպեսզի մենք այդ ննջական վիճակից դուրս գանք, որպեսզի մենք կարողանանք մեռելների միջից կանգնել, որովհետև շատ հաճախ մենք մեր շուրջը եւ ինքներս մեզ դիտելով, երբ ընթանում ենք այս կյանքի արահետներով, հաճախ բացականչում ենք եւ ասում ենք սա կյանք չէ։ Հաճախ մենք դժգոհում ենք մեր կյանքի ընթացքին, ասում ենք մեռնեինք ավելի լավ պիտի լիներ, քան այսպիսի կյանքով ապրեինք։ Հաճախ հայտնվում ենք այնպիսի իրավիճակի մեջ, որ հասկանում ենք, որ մեր կյանքը մահվանը հավասարազոր է, որովհետև այնպիսի խավար, որ մահվան ստվերներում է տիրում, մենք համարում ենք, որ նույնպիսի խավարի միջով մենք ենք անցնում այդ իրավիճակում։ Եվ երբ այս օրհներգությունը հնչում է ավետարանից, որ մեզ էլ Քրիստոս իր խոսքը ուղղում է, ինչպես որ Հայրոսի աղջկան ուղղեց, որպեսզի մեծ վկայություն լինի, նա այս խոսքը ուղղում է, որպեսզի մենք զատվենք խավարից, որպեսզի մենք անջատվենք այդ մահվան ճիրաններից, մենք ինքներս մեզ դուրս դնենք մեղքից եւ կարողանանք ապրել մաքրամաքուր կյանքով, սրբությամբ եւ արդարությամբ, որովհետեւ ասում է. դու որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, այդ նինջը, որի մեջ դու գտնվում ես քո մեղքերի, քո ձախողությունների պատճառով, քո փորձությունների պատճառով, դա մեռելական կյանք է, պիտի դուրս գանք մենք այդ կյանքից,
Պետք է հրաժարվենք այդ կյանքից եւ ասում է Քրիստոս պիտի լուսավորի քեզ։ Մենք միշտ Քրիստոսի այդ լույսի ձգտողներն ենք, սիրելիներ, իբրև քրիստոնյաներ, որովհետև մենք համարում ենք, որ այդ լույսը, որը մեզ համար երբեմն շողում է մոտիկ, երբեմն հեռվանում է, երբեմն թուլանում է իր այդ ցոլքի մեջ, այնուամենայնիվ, եթե մենք այդ լույսը նշնարում ենք մեր հոգևոր կյանքի մեջ, ապա դա այն հավատի առկայծումն է մեր սրտերից ներս, մեր մտքում, մեր հոգիներում, որը մեզ հաստատուն կարող է պահել, անգամ եթե մենք անցնում ենք մահվանը հավասարազոր ընթացքների միջով։ Ոչ մեկիս կյանքը հարթ չէ, ոչ մեկիս կյանքի ընթացքը սահուն չէ, միշտ չէ, որ մեր կյանքը օրհնաբեր է մեզ համար։ Մենք շատ ծանր փորձություններով ենք անցնում, ինչպես եւ այսօր էլ շարունակում ենք անցնել, իբրև ժողովուրդ, իբրև եկեղեցի, իբրև անհատներ, յուրաքանչյուրս մեր հերթին, փորձելով ինքներս մեզ զորացնել, որպեսզի այդ հավատը մեր մեջ երբեք չմարի, որտեղ այդ հավատը այն հույսն է, որից որ մենք կարճում ենք եւ իզորու ենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները։ Բայց այդ հավատը, սիրելիներ, այն բաժանարար գիծն է, որը մեզ անջատում է խավարից, որովհետև հավատում ենք, եթե մենք Աստուծո կանչը լսում ենք եւ գնում ենք նրան ընդառաջ, այդ լույսը առնում ենք մեր հոգիներից ներս, ապա Քրիստոս վստահաբար պիտի լուսավորի մեզ, որպեսզի մենք կարող լինենք վեր կանգնելու եւ ազատվելու մահվան ճիրաններից։ Երբ ավետարանը մեզ փոխանցում է այս արտահայտությունը, որով որ մենք կոչված ենք խավարից զատվելու եւ լույսի որդիներ լինելու, որովհետև լույսի մեջ է մեզ համար բացահայտվում ճշմարիտ խորհուրդը արդարության, սրբության եւ Աստծո նկատմամբ հավատարմության, ապա սիրելիներ, մենք անդրադառնում ենք, որ առաքյալը մեզ ասում է, ինչպես իմաստուններ, ընթացեք, մի եղեք անմիտներ, օգտագործեցեք ձեր ժամանակը, քանի որ չար օրեր են։ Եվ ասում է դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե ինչն է Տիրոջ կամքը։ Այսօրվա Եսայու մարգարեության մեջ մարգարեն մեզ խոսում էր, ասում էր, թե ինչպիսի ավերածություններ պիտի լինեն երկրին, եւ արդեն իսկ ասում է եղել են, երբ ասում է որևէ մեկը չի խնայվել, ոչ քահանան, ոչ հողագործը, ոչ ազատը, ոչ ծառան, ոչ մեծատունը եւ ոչ աղքատը, որովհետեւ ասում է Աստուծո հավիտենական ուխտը դրժեցիք, որովհետև ասում է զան ծառակ Աստուծո պատվիրաններն ու օրենքները։ Եվ Եսայի մարգարեն, երբ այսօր մատուցվում է մեզ, խորհրդանշական է, որովհետև մենք պիտի միշտ դառնանք եւ տեսնենք, թե ինչպիսի հետք ենք մենք թողնում, ինչպիսի ճանապարհ ենք մենք անցնում, եւ այդ ճանապարհը երբ մենք անցնում ենք, վստահաբար այդ ճանապարհի վրա նաև հետքեր են մնում մեր գործերի, արարքների, մտածումների եւ տարբեր տեսակի ընթացքների։ Եվ դրա համար ասում է. մտածեցեք, Աստուծո առջև զանց առակ հավիտենական ուխտը, այն ուխտը, որ Աստված կնքեց ձեր հետ, ձեզ կոնչեց իր անդաստանի մեջ, ձեզ հանձնեց իր տնտեսությունը, ձեզ խանդավառեց, ոգեշնչեց, գոտեպնդեց, քաջալերեց, որպեսզի դուք կարողանաք վեր հառնել ձեր մեծագույն դարձով մեռելներից եւ ապրել Քրիստոսի Աստուծո առջև ճշմարիտ կյանքով, ասում է դուք զանց առակ Աստուծո պատվիրաններն ու օրենքները։
Եթե չդառնանք սիրելիներ մենք այդ ամենին, իսկ հիմա փորձվում է հենց մեր հավատքը, մենք կարող չպիտի լինենք կանգնել Աստուծո առջև եւ հաշվետու լինել մեր կատարած գործերի համար իբրև հավատարիմ տնտեսներ։ Պիտի պատժվենք Աստուծո ներկայության չզգալու այդ մեծագույն սարսափով, որովհետև վայ մեզ, եթե մենք դադարենք մեր մեջ ապրել Աստուծո ներկայությունը, եթե մենք մեր մեղքերի պատճառով, մեր ուրացումների պատճառով չկարողանանք դեպի Աստված նայել եւ յուրաքանչյուրս մեր կյանքը շտկել, որովհետև բոլորս էլ մեղանչական ենք, բոլորս էլ սայթաքում ենք, սակայն մեզ առաքյալը Եբրայեցիներին ուղված իր թղթի 11-րդ գլխում, երբ խոսում է հավատի մասին, ասում է. առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն։ Քանի նա, որ մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են նրան։ Սիրելիներ, առանց հավատի, եթե մենք հավատում ենք Աստծուն, եթե մենք Աստծուց հեռվանում ենք եւ մեր մեջ տկարանում է այդ նրբին թելը, որը մեզ կապում է Աստուծո հետ, թվում է թե Սարդոստայնի այդ բարակությունն ունի, այդ թելը երբեմն եւ կարող է պատռվել, սակայն որքան ենք մենք նյարդայնանում, երբ Սարդոստայնները սկսում են թրջել, մենք փորձում ենք մեզանից հեռու բանել եւ տեսնում ենք, թե որքան զորավոր է այդ Սարդոստայնը, որ գործվել է փոքրիկ այդ Արարատի կողմից։ Որքան առավել ամուր է այն թելը, այն խողովակը, որ ձեզ իբրև Աստուծո զավակ, իբրև Աստծո բանական Արարած կապում է Արարչի հետ։ Եվ դրա համար է առաքյալը մեզ հորդորում եւ ասում, որ առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն։ Հաճելի եղեք Աստծուն ձեր գործերով, ձեր պահվածքով, ձեր ճշմարիտ դարձի ապրումով, ձեր խոնարհումով, ձեր բարի գործերով, որովհետև դրանք են, որ վկայությունն են ամրության այդ կապի ձեր եւ ձեր Փրկչի միջև։ Եվ եթե դուք ցանկանում եք մոտենալ Աստծուն, ապա այդ հավատը միշտ պիտի ձեր սրտերի մեջ ոնց կլտա ոչ միայն պատարագից պատարագ վկայելու, որ դուք քրիստոնյա եք, այլ ամեն քայլափոխի ձեր կյանքի դուք պիտի վկայեք ձեր այդ հավատարմության մասին, ձեր հավատի ամրության մասին, ձեր սիրո կայունության մասին հանդեպ ձեր Փրկիչը, հանդեպ առաքելական մեր Սուրբ եկեղեցին, որովհետև ասում է, եթե չվկայես, որ Աստված կա, Աստված վարձահատույց չպիտի լինի նրանց, ովքեր փնտրում են նրան։ Մենք Տիրոջը մշտապես փնտրում ենք մեր հավատով։ Մենք Տիրոջը բաղձում ենք տեսնել թեպետ մեր կյանքի ամենադժվարին ակնթարթներին, երբ թվում է, թե բանական որևէ այլ միջոց չկա մեր փրկության, մենք հիշում ենք նրա գոյության մասին։ Սակայն ես մաղթում եմ ձեզ, որպեսզի այդ հավատը երբեք փորձության պահին չարտահայտվի միայն ձեր մեջ, այլ այդ հավատը ձեր մեջ լինի մշտական, առօրեական, վարժանք ձեր հոգու, որովհետև ինչպես որ ձեր մարմինն եք վարժեցնում եւ փորձում եք ամեն օր ինչ որ մի վարժություն անել, որպեսզի այդ մարմինը ճշմարտապես ծառայի ձեզ, այնպես եւ ձեր հոգին պիտի նույն այդ հոգեվոր վարժանքի մեջ պահեք աղոթքի, բարի գործերի եւ Աստուծո եւ նրա արարածների, նրա արարչագործության նկատմամբ ուշադրության մեջ, որպեսզի երբեք չսայթակեք եւ ձեր հոգին ունակ լինի զանազանելու ճշմարիտ լույսը խավարից, որպեսզի Աստված ձեզ միշտ կոչի խավարից դեպի լույս եւ ասի. մի ննջիր, վեր կաց, որովհետև ես քեզ հրավիրել եմ այլևս դեպի լույսը եւ եթե վեր կենաս, ապա Քրիստոս քեզ պիտի լուսավորի։
մեր կյանքի, մեր դարձի սիրելիներ հանգուցալուծումը դեպի Աստված դա Աստուծո լույսն է։ Մեր մոտենալը Աստծուն դա Աստուծո բարձրությունն է մեզ եւ մենք պիտի խոնարհաբար միշտ հետևենք այդ ճանապարհով։ Միշտ պիտի հավատանք, որ մենք էլ Հայրոսի նման կարող ենք ասել հավատում եմ Տեր, ի պատասխան այն խոսքերի, որ մշտապես արտաբերվում են Տիրոջ կողմից, երբ մեր ուսին զարկում է իր ձեռքը եւ ասում է՝ մի վախեցիր, այլ միայն հավատա եւ կապրես։ Թող Աստված ապրեցնի յուրաքանչյուրից, որպեսզի դուք այդ հավատու մեջ երբեք չվարանեք, այլ մնաք ամուր եւ անսասան, եւ քաջաբար քայլեք բոլոր դժվարությունների եւ փորձությունների միջով։ Զորացրեք ինքներդ ձեզ, զորացրեք Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին եւ մենք անվախ քաջաբար պիտի քայլենք դեպի ճշմարիտ կյանքի օրերը մեր ընթացքներին, որոնք վստահ եմ դեռ առջևում են եւ պիտի պարգևեն մեզ նոր ուրախություն, նոր մխիթարություն եւ նոր խանդավառություն։ Ամեն։ Քրիստոսի շնորհը, սերը եւ խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։